Հարսանիքի ամենահետաքրքիր պահերից մեկն անկասկած հարսի ծաղկեփնջի նետման արարողությունն էր: Սա ոչ միայն գեղեցիկ ավանդույթ է, այլև հարսանեկան արարողության անբաժան բաղադրիչներից՝ լի հույսով, ծիծաղով և երբեմն էլ փոքր-ինչ մրցակցությամբ: Ըստ հայկական ավանդույթի հարսը նետում է իր ծաղկեփունջը չամուսնացած աղջիկների խմբին և համարվում է, որ այն աղջիկը, ով կբռնի ծաղիկը, շուտով ինքը ևս ամուսնանալու է: Ռոզա Դավթյանն այս պահը վերածեց մի փոքրիկ, բայց հուզիչ ներկայացման: Նա կանգնեց ռեստորանի կենտրոնում ծաղկեփունջը ձեռքին շրջապատված ընկերուհիների և գործընկերուհիների սպասող հայացքներով: Բայց ամենահետաքրքիրը այն էր, որ Ռոզան ըստ երևույթին արդեն որոշել էր, ով պետք է բռնի ծաղիկը: Չնայած ձևակերպվեց որպես պատահական նետում, ծաղիկը միանգամից թռավ մի կոնկրետ ուղղությամբ: Շատ հնարավոր է դեպի այն ընկերուհին, ում նա հատկապես ցանկանում էր փոխանցել իր բախտն ու երջանկության խորհրդանիշը: Սա ակնհայտ դարձավ նրանով, որ մյուս աղջիկները նույնիսկ չհասցրին մոտենալ: Անցումային պահն ուղեկցվեց ծափահարություններով, ուրախ երաժշտությամբ և գրկախառնություններով: Այս պահը ևս մեկ անգամ վկայեց, որ Ռոզայի հարսանիքը կազմակերպված էր ոչ միայն գեղեցիկ ձևավորումով ու շքեղությամբ, այլև լցված էր հոգով, զգացմունքով ու սիրով: Ռոզա Դավթյանի հարսանիքը այս տարվա ամենասպասված իրադարձություններից մեկն էր, որն իսկապես վերածվեց շքեղ տոնի, լի սիրով, հուզմունքով և անսահման ջերմությամբ: Հարսանեկան հրավերները ստացել էին բազմաթիվ հայտնի հյուրեր, դերասաններ, երգիչներ, հաղորդավարներ, մշակույթի գործիչներ, ովքեր եկել էին շնորհավորելու երիտասարդ զույգին նրանց կյանքի այս կարևորագույն օրը: Առանձնապես աչքի են ընկնում Ռոզայի մտերիմները: «Վերջի զանգը» սերիալից նրա գործընկերները, մտերիմ ընկերները, սերիալի ողջ հիմնական դերասանական կազմը ներկա էր աջակցելու և կիսելու Ռոզայի երջանկությունը: Հատուկ շեշտադրությամբ կարելի է նշել նաև սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի ներկայությունը, ով ոչ միայն որպես ստեղծագործական ղեկավար, այլ որպես մտերիմ ընկեր և հոգատար մարդ հետևում էր այս կարևոր իրադարձությանը: Դիանա Գրիգորյանը հաճախ է իր նախագծերի դերասանների համար դառնում ավելի քան պրոֆեսիոնալ գործընկեր, իսկ Ռոզայի պարագայում այդ կապը դարձել էր գրեթե ընտանեկան ջերմությամբ լի: Հրավիրյալների շարքում էին նաև «Կույրաշխարհ» հեռուստասերիալի դերասաններն ու գոլեգաները, ովքեր Ռոզային ճանաչում են ոչ միայն որպես տաղանդավոր դերասանուհի, այլև որպես լույս և բարություն սփռող անձնավորություն: Շատ հայտնի դերասաններ, որոնք ներկայումս սիրված են տարբեր սերիալներում և հեռուստանախագծերում, եկել էին շնորհավորելու նորապսակներին իրենց լավատեսական խոսքերով և անկեղծ բարեմաղթանքներով: Հյուրերի շարքում կային նաև այլ հայտնի դեմքեր, երգիչներ, հաղորդավարներ, նույնիսկ բլոգերներ, ովքեր իրենց ներկայությամբ ավելի էին բարձրացրել միջոցառման տրամադրությունը: Հարսանյաց սրահում նկատվում էին հայկական շոու բիզնեսի ամենահայտնի դեմքերից շատերը, որոնք առանձնանում էին իրենց ոճային տեսքով և անհատական շքեղությամբ: Բոլոր ներկաները ջերմորեն գրկախառնվում էին Ռոզայի և նրա ամուսնու հետ, արտահայտում իրենց անկեղծ հրճվանքը և մաղթում անսահման երջանկություն, համերաշխություն և երկար տարիների սեր: Տոնական մթնոլորտը համեմված էր երգով, պարով, իհարկե անսպառ ժպիտներով: Երեկոն շարունակվում էր երաժշտության, կենդանի կատարումների և տոնական միջոցառումների ներքո: Ամեն անկյունում երևում էին ծանոթ դեմքեր, մարդիկ, ովքեր արվեստի աշխարհում մեծ ներդրում ունեն և այսօր այստեղ էին մեկ ընդհանուր ուրախությամբ միավորված: Այս հարսանիքը կրկին մեկ անգամ ևս ապացուցեց, որ Ռոզա Դավթյանը ոչ միայն տաղանդավոր դերասանուհի է, այլև շատ սիրված մարդ ինչպես իր գոլեգաների, այնպես էլ հանրության կողմից: Նրա կյանքում այս գեղեցիկ նոր էջի բացումը դարձավ մի ամբողջ տոն ոչ միայն նրա, այլև բոլոր նրանց համար, ովքեր սիրում և գնահատում են Ռոզային: Հարսանեկան հանդիսության ընթացքում տոնական տրամադրությունը համեմվեց նաև հետաքրքիր բացահայտումներով: Հարցազրույցների և զրույցների ընթացքում պարզ դարձավ, որ դերասանուհի Ռոզա Դավթյանի ընտանիքը բավական հայտնի է հանրային ոլորտում: Մասնավորապես հայտնի էր դարձել, որ նրա հորեղբայրը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ գեներալ-գնդապետ Արտակ Դավթյանն է, ով տարիներ շարունակ արժանապատվորեն ծառայել է հայրենիքին և կարևոր դերակատարում ունեցել
բանական շինության գործում։ Իսկ Ռոզայի հայրը Շավարժ Դավթյանը տարիներ շարունակ զբաղվել է որսորդությամբ և ակտիվ կյանք վարել, սովորեցրել է իր երեխաներին նույնպես սիրել բնությունն ու գնահատել կյանքի գեղեցիկ կողմերը։ Շավարժ Դավթյանն իր դստեր կյանքի այս կարևորագույն օրը ցավոք սրտի նրա կողքին չէ։ Հուզիչ էր այն պահը, երբ հորեղբայրը Արտակ Դավթյանը Ռոզային ուղեկցեց դեպի եկեղեցի։ Բոլոր ներկաները հիացմունքով հետևում էին, թե ինչպես է հորեղբայրը վստահ և սիրով տանում իր եղբոր դստերը այն ճանապարհով, որը շուտով կհանգեցնի նոր կյանքի շեմին։ Ռոզայի ձեռքն ամուր բռնած նա կարծես ամբողջ աշխարհին ասում էր. «Սա իմ եղբոր դուստրն է, իմ հպարտությունը, իմ ամենաթանկ գանձը»։ Եկեղեցու մուտքի մոտ հպարտ հորեղբայրը մի պահ կանգ առավ, խորը շունչ քաշելով, կարծես ցանկանում էր ամրապնդել այդ անմոռանալի պահն իր սրտում, այնուհետև ժպտալով և աչքերում մի փոքրիկ հուզմունքով նա վստահորեն փոխանցեց իր դստերը դեպի ապագա ամուսնուն, այդ կերպ խորհրդանշելով ընտանիքի վստահությունն ու օրհնանքը նորաստեղծ ընտանիքին։ Այս գեղեցիկ ու հուզիչ դրվագը լրացրեց հարսանեկան հանդիսության ջերմ ու անկեղծ մթնոլորտը, ևս մեկ անգամ ապացուցելով, որ Ռոզա Դավթյանի կյանքում ընտանիքն ու ընտանեկան արժեքները կենտրոնական դեր են խաղում։